Ողջույն հարգելիներս, այսօրվա թեման է ատամների խնամքը։ Անհրաժեշտ է բերանի խոռոչը պահել իդեալական մաքրության մեջ ատամները վնասվելուց պահպանելու համար։ Ատամները պետք է մաքրել օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Մաքրելու նպատակն է ատամների արանքից հեռացնել սննդի մնացորդները, որովհետև դրանք մանրէների զարգացման համար հիանալի միջավայր են և կարող են առաջացնել զանազան հիվանդություններ։ Ատամի խոզանակը պետք է լինի ոչ շատ չոր և ոչ էլ շատ փափուկ։ Ատամները պետք է մաքրել ներքևից վերև, վերևից ներքև և ոչ թե լայնագի։ Ատամները լվանալուց հետո շատ օգտակար է բերանը ողողել թախծի թույմով։ Լավ կլինի շաբաթը մի անգամ բերանի խոռոչը ողողել սոդայի լուծույթով։ 1 բաժակ ջրին 1 թեյի գդալ սոդա խառնելով կստանաք լուծույթը, որը շատ լավ մաքրում է բերանի խոռոչը։ Տարին 1 անգամ խորհուրդ է տրվում գնալ ատամնաբուժի մոտ, հեռացնել ատամներին հավաքված քարերը և ստուգել ատամների առողջական վիճակը։ Ատամների լավ վիճակը ապահովող կարևոր գործոնը ծամելն է։ Անհրաժեշտ է ուտել կոշտ ուտելիք և այն լավ ծամել։ Ծամոն ծամելը թեև այնքան էլ գեղեցիկ չէ, հատկապես մարդկանց ներկայությամբ, բայց շատ օգտակար է ատամների համար։ Այն մարզում է ողջ ծամողական ապարատը, լավացնում է արյան շրջանառությունը, բարձրացնում է թկարդատությունը, մերսում է բերանի լորձաթաղանթը և նպաստում է ատամների մեխանիկական մաքրմանը։ Ատամները դեղնում են տարիքի հետ կապված։ Դա կախված է օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակից։ Ատամները դեղնում են նաև ծխելու հետևանքով, երբեմն նաև թունդ թեյ և սուրճ հաճախակի օգտագործելուց։ Ատամները կարելի է սպիտակեցնել, եթե լվանալիս ատամի մածուկի վրա լցնեք սոդա։ Լվանալուց հետո պետք է լավ ողողել։ Խնամեք ձեր ատամները և ժպտացեք։ Երբ ունեք խնամված ատամներ, ձեր ժպիտը կգեղեցկացնի ձեզ։ Հարգելիներս, չմոռանաք բաժանորդագրվել, տարածել և հետևել հաջորդ հաղորդումներին։ Ցանկանում եմ բոլորիդ առողջություն և բարօրություն։ Շնորհակալություն ուշադրության համար։